Բարև ձեզ, սիրելի ժողովուրդ։ Ժողովուրդ ջան, շատ է հարցնում եք հապալասի թուփ որտեղից գնեմ։ Բայց ես չգիտեմ դուք որ երկրում եք բնակվում, որ ասեմ։ Հիմա դες գասեմ մի ձև, որ դուք ունենաք ձրի թուփ, եթե դուք անեկեն ինչ որ մայից ես ասում եմ։ Հիմա տեսեք այս թուփը եւ բոլոր թփերը մեծամասնությունը ես աջակցել եմ սերմերից եւ արդեն ընտիր բերք են տալիս։ Հիմա ես բերքը դες ցույց տամ, հավաքել եմ։ Խնդրեմ, տեսեք։ Սա արդեն 4 տարեկան է, սերմից եմ աջակցել, հիմա գնանք այն մեկը ցույց տամ։ 3 տարեկան է։ Երկրորդ տարում նշանակալից այս արդեն հլտեցեք ինչ մեծ գիգանտ պտուղ է տվել։ Նայեք, խնդրեմ։ Ինչ եք անում, խանութից գնում եք ձեր ուզած հապալասը, հանում եք սերմերը, ցանում եք թթու տորֆի մեջ, 1 ամսից ծլում են։ Եվ շատ արագ աճում են, 1 տարեկանում նրանք արդեն բավական ձևավորվում են, երկրորդ տարին տալիս են նշան, ծաղկում են մի քանի պտուղ, արդեն երրորդ տարին դրանից հետո սկսում են արագ բերքատվությունը։ Դուք ունենաք ձրի թփեր։ Արեք ուտելու համար հանեք սերմեր եւ ցանեք։ Ես տեսանյութեր ունեմ դրա մասին, մանրամասն բացատրում եմ։ Եթե դիտեք, ոչ մի խնդրեմ չեք ունենա։ Կարևորը լինի տորֆը թթու։ Ցտեսություն եղեք առողջ։ Ձեզ հետ է Բորիս Խանբեգյանը։ Եթե հավանց եք դրեք լայքերը, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին, ժողովուրդ ջան։ Բային ընդ ձեզ։ Ես որ մեկը ցույց տամ։ Ընկեր, արդեն մի ամիս է մենք համարյա օգտվում ենք։ Խնդրեմ, բոլոր տեղերը։ Լավ մնացեք, եղեք առողջ, բային ընդ ձեզ։ Ցտեսություն։